Ես Դավիթ Հաղաբեկյանն եմ, սա Sportcast հաղորդման հերթական թողարկումն է, հիշեցնեմ, որ մեր տեսագրություն, այսինքն տեսա տարբերակով մեր այս զրույցը դուք կարող եք տեսնել, այդ ամենին հետևել, նաև Հանրային ռադիոյի Facebook-յան էջում, մեր YouTube-յան ալիքում եւ իհարկե կտեղադրվի այն նաև մեր կայքում։ Իմ հյուրերն են այսօր Հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի պետ Էդուարդ Քալանթարյանը եւ մարզական մեկնաբան, մարզական լրագրող Արման Աբելյանը, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Այսօր խոսելու ենք մեր ազգային ֆուտբոլի հավաքականի մասին, խոսելու ենք թե ինչ վիճակում է, նոր մարզիչ է գլխավոր նշանակվել, իր մարզչական շտաբը ունի, հասկանանք մենք ունենք մարտին մեր ազգային հավաքականը ազգերի լիգայի անցումային այդ փուլում, play-off-ում դիմակայելու է մեր բարեկամ հարևան երկրի Վրաստանի ազգային հավաքականին, B դիվիզիոնում B դիվիզիոնի ուղեգիր ստանալու համար է պայքարը։ Հասկանանք ինչ վիճակում է մեր հավաքականը, ինչ սպասելիքներ մենք ունենք այս իրավիճակում, հաշվի առնելով, որ ի վերջո նոր գլխավոր մարզիչը հավաքականի բավական ուշ մեր հաշվարկով նշանակվեց 5 ամիս անց եւ կարծես թե շատ քիչ ժամանակ ունի թե կազմի ընտրության, թե նամանավանդ ֆուտբոլիստների հետ աշխատելու։ Էդուարդ, չեմ կարծում, որ մարզչի նշանակումը այո ուշ էր, բայց ավելի շատ հոգեբանական տեսանկյունից չեմ կարծում, որ դա ուղիղ ազդեցություն կունենա այդ հանդիպումների վրա, որովհետև ըստ էության մեր առաջնությունը սկսվեց հենց այն ժամանակ, վերսկսվեց հենց այն ժամանակ, երբ մարզիչը նշանակվեց, այսինքն տեղացի ֆուտբոլիստներին գործի մեջ տեսնել նա կհասցնի, ինչ վերաբերում է լեգիոնականներին, ապա այս դարում, այս թվականին բարդ չէ տեսագրություններ դիտել այս մեկ ամսվա ընթացքում, նաև կհասցնի ինչ-որ խաղերի երևի գնալ։ Ես կարծում եմ, որ Ջոն Վանցխիպը ժամանակ կունենա, բայց ինչի համար է այդ ժամանակը նրան հարկավոր, ինչ խնդիր է նրա առջև դրվում, անպայման հաղթել Վրաստանին 2 խաղի արդյունքում եւ դուրս գալ B դիվիզիոն, թե ուղղակի ծանոթանալ հավաքականին, հետո աշխարհի առողջության ընտրական մրցաշարում ավելի լավ աշխատանք կատարելու համար։ Հասկանանք ինչ խնդիր է դրվում մարզչի առջև, եւ եթե խնդիր դնողը ես լինեի, ես այս 2 խաղերի արդյունքը հիմք չէի ընդունի նրա աշխատանքը գնահատելու համար։ Արման, ձեր կարծիքը, տեսեք, այո, Էդուարդը ճիշտ է, որ եթե տեղացի, այսինքն ֆուտբոլիստների մասին է խոսքը մեր ակումբներից, ապա շատ հեշտ ինքը կարող է թե խաղերին հետևել, նոր մարզչական կազմը, բայց լեգիոնականներին էլ դե տեսա տարբերակով կարող է հետևել, բայց խոսքը գնում է եւ թե նաեւ անհատական աշխատանքի հետ, այսինքն տեսնենք մեր գլխավոր մարզիչը մեր հավաքականի ինչ խաղ է ուզում տեսնել խաղադաշտում, ինչ խաղ է ուզում դնել մեր ընտրանու համար, այստեղ ժամանակը կարծես քիչ է։ Հավաքականներում միշտ ժամանակը քիչ է, ակումբների համեմատ, համաձայն եմ, որ դժվար կլինի ժամանակի տեսանկյունից, որովհետև վերջերս է գլխավորել թիմը, բայց մյուս կողմից այո, նրանց կհետևի, բոլորին կարծում եմ հավաքների նույնիսկ ընկերական խաղերը կուսումնասիրի, պաշտոնական խաղերը, շատ ուրախալի է, որ շուրջ 10 ֆուտբոլիստ ազգային հավաքականից նոր ակումբ ունի ու մեծ մասը սկսել է խաղաժամանակ ստանալ, նույն Գեորգի Հարությունյանը Հունգարիայում եւ այլ ֆուտբոլիստներ, թեպետ այստեղ մի բացասական կողմ էլ կա, որ Լուկաս Սելարյանը տեղափոխվեց Արգենտինա ու երևի թե համատաբար քիչ կօգնի հավաքականին համատած այս վերջին ընտրական փուլի հետ, բայց ժամանակի խնդիրը հաշվի առնելով ես դեմ չէի լինի, որ այս 2 խաղերին պաշտոնակատար լիներ օրինակ Սուրեն Չախալյանը, ոչ թե ներկայիս գլխավոր մարզիչը, որովհետև Վրաստանի դեմ խաղերը այդքան մեծ նշանակություն չունեն, շնաց սկզբունքային մրցակից է, եւ մենք գիտենք ինչ սցենար է լինում միշտ Հայաստանում, այսինքն հաղթանակի դեպքում լինելու էյֆորիա նոր մարզչի շուրջ ու անիրատեսական սպասելիքներ, պարտության դեպքում հաշվի չեն առնելու, որ նոր էր գլխավորել եւ այլն ու լինելու է մեծ հիասթափություն։ Ավելի լավ կլիներ նա ինչ-որ զրոյական կետից սկսեր ու գոնե ընկերական խաղից, ոչ թե միանգամից Վրաստան այդպիսի սկզբունքային հանդիպումներ։ Այո, հասկանում ենք, մեր սպասելիքները մեծ են, մեր ֆուտբոլասերի սպասելիքները նամանավանդ ազգային հավաքականից մեծ են,
Բայց հիմա ինչ այս նոր մարզչական կազմը եւ նոր գլխավոր մարզիչը բավական բարդ իրավիճակում է հայտնվել, բայց ինքը կարծես թե հասկանում էր, չէ՞, ինչ քայլի է գնում, այսինքն դիմացը ժամանակ չունի Վրաստանի հետ խաղերից առաջ։ Դե շատ տրամաբանական միտք արտահայտեց Արմանը, որ մարզիչը մտնում է մի խաղի մեջ, որից չգիտի ինչպես է դուրս գալու, այսինքն այո, նաև հաղթանակը Վրաստանի նկատմամբ կարող է բացասական ազդեցություն ունենալ, բայց գիտեք, սա էլ բանակցային փուլի մի մաս է, այսինքն նրա առջև պայման է դրվել, որ հիմա պետք է գլխավորես, այսինքն մարզիչն էլ միգուցե ծանրոթ հետևանելով բոլոր բաղկացուցիչները, պայմանները հաշվի առնելով ընտրել է այս տարբերակը եւ այո գիտակցում է ինչի է գնում, բայց դե մարզչի աշխատանքը ամբողջությամբ ռիսկից է բաղկացած, չէ՞, ինքը գիտի, որ ցանկացած պահի ռիսկ է, կարող է ստացվել, կարող է չստացվել, եթե չմտնի դրա մեջ ռիսկի չգնա, երբեք հաջողության չի հասնի։ Հիմա ընտրել է ռիսկի գնալու տարբերակը, հուսանք, որ նորամուտը հաջող կստացվի, թեև նորից ասեմ, ես այս միտքը շատ եմ ասում, երկու շատ տարօրինակ խաղ է լինելու առանց հասկանալու ում ինչ է պետք այդ խաղը։ Քիչ անց կհասկանանք ընդհանրապես ինչ ենք հենց բուն խաղից Վրաստանի հետ դիմակայությունից մենք սպասում։ Այժմ կենտրոնանանք գլխավոր մարզչի անձի վրա։ Մենք գիտենք, որ Յոհանես Վանց Սխիփը բավական լավ կարիերա է ունեցել որպես ֆուտբոլիստ, 80-ականների սկզբից խաղացել է Այաքսի կազմում, եղել է Յոհան Կրոյֆի հետնորդը, կարելի ասել նաև Յոհան Կրոյֆն է եղել իր ոնց որ ուսուցիչներից մեկը, թե խաղադաշտում, թե հետագայում արդեն խաղադաշտից դուրս մարզչական աշխատանքում, լավ կարիերա է ունեցել, տիտղոսներ է նվաճել Այաքսի հետ եւ համարվում է ընդհանրապես նիդերլանդական ֆուտբոլի ամենախելացի ֆուտբոլիստներից մեկը։ Այդպիսի համբավ ունի այս մարդը, այսինքն մենք հասկանում ենք, որ այդպիսի ֆուտբոլիստների, որոնք որ խաղադաշտում են, խելացի համարվել, նաև որպես կանոն կարծես թե հաջողում են մարզչական աշխատանքում։ Մարզչական աշխատանքի հատվածում իր արդեն ինքը այո գլխավորել է Ամստերդամի Այաքսը, Հունաստանի ազգային հավաքականի մասին արդեն գիտենք, մեր ֆուտբոլասերը լսել է, այլ ակումբներ են եղել Ավստրալիայում, չէ՞, կարծեմ, եթե չեմ սխալվում։ Ավստրալիայում նույնիսկ Ավստրալիայի գավաթակիր է մեր հավաքականի գլխավոր մարզիչը։ Հիմա այդպիսի մարզչից մենք ակնկալենք նոր գաղափարներ հավաքականի համար։ Ես Արմանին լսեմ, հետո շարունակեմ նրա միտքը։ Վստահ եմ։ Նախ մենք մի փոքր այլ ձևի մարզիչ էինք սպասում, որովհետև ֆեդերացիան այլ ձև էր ներկայացրել, այսինքն նախապատվությունը պետք է տրվեր ավելի երիտասարդ հավակնոտ մասնագետի, որը մոտավորապես նոր է իր կարիերան սկսում կամ ուզում է մեծ ճանապարհ անցնել։ Նույնիսկ բերվել էր Վիլի Սանյոլի օրինակը, որը հիմա Վրաստանի հավաքականն է գլխավորում։ Դրա համար փոքրինչ անակնկալ էր, որ շատ ավելի փորձառու մասնագետ գլխավորեց, որի համար հիմա կարիերայի լավագույն ժամանակաշրջանը չէ։ Բայց մենք նաև հասկանում ենք, որ այնպես չէ, մարզիչները հերթ են կանգնած Հայաստանի հավաքականը գլխավորելու համար եւ ընտրություն անելն այդքան հեշտ է։ Ընդհանրապես այսօր ամենալավ մասնագետներն աշխարհում ակումբներում են ցանկանում աշխատել, ոչ թե գլխավորել հավաքականներ։ Այստեղ ավելի շատ դա էր, որ մենք այլ ձևի մարզիչ էինք պատկերացնում ու երկրորդը, որ իմ կարծիքով, եթե ներսում կա տարբերակ, որ դու կարող ես օգտագործել, ավելի լավ է դա կիրառես։ Իսկ Հայաստանում ինձ թվում է Եղիշե Մելիքյանը վաստակել էր այդ իրավունքը վերջին տարիներին իր գործունեությամբ, բայց այլ պատճառներից ելնելով, կոնֆլիկտների եւ այլն, նրան հնարավորություն չի տրվել հավաքականը գլխավորելու, նա կարծես դեմ չէր դրան, բայց ֆեդերացիայից պատասխան քայլ չեղավ։ Էդուարդ, դուք ինչ կարծիքի եք։ Թե Մելիքյանի պահով չեմ շարունակի թեման, որովհետև ամեն ինչ պարզ է, նա չէ մեր մարզիչը, հիմա խոսում ենք ներկա մարզչի մասին, այ ֆուտբոլիստի կարիերայից Վանցխիփի խոսեցիք, 1988-ից սկսած 4 անընդմեջ խոշոր մրցաշարի մասնակցեց Նիդերլանդների հավաքականի կազմում, դա այն կարծում անհրաժեշտ փորձն է, ֆուտբոլային փորձն է, որը նա
որպես մարզիչ պետք է օգտագործի։ Նամանավանդ տոտալ ֆուտբոլ դավանող Նիդերլանդների հավաքական։ Ի վերջո 1988-ի այդ հրաշալի չեմպիոնությանը նա մասնակից է եղել եւ շատ բան տեսել է ֆուտբոլում, 2 եվրո, 2 մունդիալ, այսինքն հասկանում ենք ինչ է կուտակել որպես ֆուտբոլիստ, հիմա լավ հասկանալի է Այաքսում շատ բան չստացվեց, փոխեց աշխատանքի ոճը, ընտրեց ազգային հավաքական Հունաստանի հետ, ասում են չստացվեց, դա Հունաստանում են ասում, որովհետև Հունաստանը այն հավաքականն է, որը ցանկանում է դուրս գալ եզրափակիչ փուլ, եվրո եւ աշխարհի առցան ու չէր ստացվում, դրա համար ձախողում համարեցին, բայց եթե թվերին ենք նայում 26 խաղում 11 հաղթանակ է տոնել Հունաստանի հավաքականի հետ, մենք դա ընդհանրապես վատ արդյունք չէինք համարի Հայաստանի հավաքականը, եթե այդպիսի արդյունք գրանցեր։ Լավ համարենք չստացվեց Հունաստանում, բայց դա չի նշանակում, որ Հայաստանում չի ստացվի։ Այո, երիտասարդ էին խոստացել, երիտասարդ չէ, 60 տարեկան մասնագետը, բայց ես կարծում եմ, որ միևնույն է նա հավակնոտ մասնագետ է, նա ցանկանում է ապացուցել, որ կարող է Հունաստանի հետ, եթե ինչ-որ բան չստացվեց, կփորձի դա անել արդեն Հայաստանի հավաքականի հետ եւ մինչեւ աշխատանքը չլինի, մինչեւ նրան գործի մեջ չտեսնենք, հիմա առավել եւս խիստ դատել պետք չէ մասնագետ։ Ճիշտ եմ հասկանում, մենք իհարկե Վասնա քանի որ Հունաստանի հավաքականից խոսք գնաց, իսկապես դա էլ կցանկանայի նշել, այնտեղ շատ լավ թիմ էր ձևավորել, այո, իրենց նպատակին վերջնական չհասան, բայց նրանց տեսանք նաև այստեղ Հայաստանի հավաքականի դեմ ինչ ֆուտբոլ էին խաղում, դա սերնդափոխություն էր եղել երիտասարդներով, այնտեղ բացի հաղթանակներից նույնիսկ ոչ ոքի ունեցան Իսպանիայի հետ եւ այլն, այնպես որ կոնկրետ հավաքականում այդ փորձը կարելի է առանձնացնել, որ նա լավ թիմ է ստեղծել, իսկ դա կարելի է բերել Հայաստանի հավաքական, այո, ներկայիս Հայաստանի հավաքականով կարելի է խաղալ ավելի հարձակողական ֆուտբոլ, քան օրինակ 5-10 տարի առաջ, դա Պետրակովը ապացուցեց ու որոշակի հիմք էլ դրել է, ավելի շատ առաջին տարին Պետրակովի ոչ թե երկրորդ, բայց որոշակի հիմք ունի նոր մարզիչը, որ այդ գիծը շարունակի։ Ես ճիշտ եմ հասկանում մեկ Էդուարդ, որ մեր սպասելիքի նշաձողը պետք է բարձր չլինի, սա մեկ, եւ Արման, ձեզ էլ եմ ճիշտ հասկանում, որ մենք ի վերջո Պետրակովից հետո նոր գլխավոր մարզիչը հնարավորություն ունի եղածի վրա ավելացնելու, այլ ոչ թե 0-ից սկսելու։ Այո։ Դա շատ կարևոր գործընթաց է իրականում հավաքականներում, երբ նոր մարզիչը 0-ից չի սկսում։ Ես համաձայն եմ, որ Պետրակովը հիմք թողել է։ Այո, նրա հարաբերությունները լավ չդասավորվեցին ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ եւ ի վերջո դա բերեց նաեւ որոշ ֆուտբոլիստների հետ, բայց ֆուտբոլիստների հետ հարաբերությունները այդ թվում վատ հարաբերությունները գործընթացի մի մաս է եւ յուրաքանչյուր մարզիչ ունենում է կոնֆլիկտներ ինչ որ ֆուտբոլիստների հետ, մենք հիմա չգիտենք Վանցխիպում հետ կարող է այդ կոնֆլիկտը ունենալ։ Իհարկե դա Աստված ոչ ոքի հետ էլ խնդիր չլինի եւ բոլորը ունենան հնարավորություն գալու հավաքական խաղալու, բայց հնարավոր է նայել իր պատժամիջոցները սկսի կիրառել եւ հետո պետք է ասեն, տեսեք, այս մասնագետն էլ այս ֆուտբոլիստին չի սիրում։ Չսիրելու խնդիր չկա, նա իր աշխատանքում տեսնում է իր գիծը, այսինքն եթե ինչ որ ֆուտբոլիստ չի համապատասխանում, կարող է լավ ֆուտբոլիստ է որակով, բայց իր ֆուտբոլում չի տեղավորվում։ Կամ օրինակ ռեժիմի խախտում եւ այլն, ինչ բարբերաբար լինում է, հետեւաբար մարզիչը պետք է ազատություն ստանա եւ ընտրությունը իրենը լինի, սա էլ է շատ կարեւոր, այո, Վանցխիպը վաստակել է, ես կարծում եմ այս մասնագետը իր անցած ճանապարհով վաստակել է դեռ մի բան էլ ավելին, Հայաստանի հավաքականը գլխավորելու հնարավորություն նա ստացել է եւ նա ապացուցելու բան իսկապես ունի։ Մեր ռադիոլսողը, մեր ֆուտբոլասերը չի հասկանում, չի ճանաչում, գերակշիռ մասը չեն ճանաչում Վանցխիպին։ Չգիտեն, մոտավորապես հիմա կարդում են մեզանից են լսում, թե ինչ կարիերա է ունեցել, թե որպես ֆուտբոլիստ, թե որպես մարզիչ։ Բայց չգիտեն ինչ ֆուտբոլ է դավանում։ Հետևաբար նաև չեն հասկանում ինչպիսի ֆուտբոլ կունենա մեր հավաքականը արդեն այս գլխավոր մարզչի ղեկավարության ժամանակահատվածում։ Մենք դա հասկանում ենք մոտավորապես տակտիկական առումով։ Ինձ թվում է չի լինի մեկ հիմնական սխեմա, ինչպես Պետրակովի ժամանակ էր, ավելի բազմազան կլինի, բայց եթե խոսենք խաղաոճից, հնարավոր է նախորդ ակումբներում աշխատանքը մեզ պատկերացում չտա, ինչ կլինի այստեղ,
որովհետև Ajax-ը Նիդերլանդների առաջնությունում մի ձև է խաղում, Հայաստանի հավաքականը ուրիշ ձև կխաղա ընտրական փուլում կամ օրինակ Հունաստանի հավաքականը, ընդամենը մի գիծ կա, որ կարող եմ ընդգծել, դա որ նա նախընտրում է, որ թիմերը ավելի համարձակ խաղան ու ավելի հարձակողական։ Սա է, որ հիմնականում տեսել եմ հենց Հունաստանի հավաքականից, եւ ինձ թվում է նա դա կբերի նաեւ Հայաստանի հավաքական, ճիշտ է, այստեղ միշտ պիտի ավելի ճկուն լինի մարզիչը տակտիկապես, որովհետեւ դու խաղում ես տարբեր մակարդակների թիմերի դեմ եւ չես կարող ֆայրան կղզիների դեմ նույն ձև խաղալ, ինչ որ օրինակ Պորտուգալիայի, որը մեր հավանական մրցակիցն է, այսինքն բոլոր ձևերով էլ պիտի իմանաս խաղալ։ Իսկ օրինակ Ajax-ը առաջնությունում գրեթե միշտ նույն խաղաոճով է հանդես գալիս։ Եվ եկեք չմոռանանք տարբերությունը գլխավոր Հայաստանի հավաքականում աշխատելու է Վանցխիպը շատ ավելի սեղմ պայմաններում։ Ընտրությունը այդքան մեծ չէ, որքան Հունաստանի հավաքականում, առավել եւս որքան Ամստերդամի Ajax-ում էր, որտեղ աշխարհի ուժեղագույն դպրոցներից մեկն է, միշտ ուժեղ երիտասարդների բերելու հնարավորություն ունես։ Մենք տեսնում ենք այսօր ինչ վիճակում է մեր երիտասարդական հավաքականը, առանձնապես հույս չունենք, որ տակից եկող ուժեղ ֆուտբոլիստներ կլինեն, կամ եթե անգամ 1-2-ը կան կտեղավորվեն ազգային հավաքականի խաղային սխեմայում եւ կհամապատասխանեն այդ որակներին։ Դրա համար ընտրությունը մոտավորապես գիտենք ինչպիսին է լինելու, այսինքն հիմնական հայտացուցակը մեկ խաղի համար ընտրելու է առավելագույնը 30 ֆուտբոլիստից մեկ երկրի համար 30 ֆուտբոլիստը շատ քիչ է, իսկ ինչ անել նման իրավիճակում, բնականաբար մարզիչը պետք է ըստ ֆուտբոլիստների կառույցի, ըստ ֆուտբոլիստների որակների կառույցի իր խաղաոճը։ Մեկ բանը, եթե դու ունես Մխիթարյան եւ կարող ես այլ կերպ խաղալ, մեկ բանը, երբ չունես Մխիթարյան, պետք է այլ կերպ կառուցես քո ֆուտբոլը։ Դրա համար շատ չի տարբերվելու նախորդ մարզիչներից մեր հավաքականի ներուժը։ Մի փոքր ոճային տարբերություն իհարկե կլինի, բայց ազգային հավաքականը ինչի մասին է առհասարակ ֆուտբոլիստերին կոնկրետ այդ մեկ շաբաթվա ընթացքում տրամադրելու մասին է։ Ճիշտ տրամադրել խաղերին, ճիշտ խնդիրը դնել եւ փորձել ստանալ ֆուտբոլիստներից այդ խնդրի լուծումը։ Եթե մարչին դա հաջողվում է, երջանկահիշատակ մեր Յան Պորտերֆիլդը առանձնապես մարչական շատ բարձր որակներով չէր առանձնանում, բայց նա գտել էր ինչպես մեր ֆուտբոլիստերին տրամադրել խաղերին եւ դա արդյունք էր տալիս։ Թեև եթե նայում ենք զուտ ֆուտբոլային մրցաշարային արդյունքներին, ինչ որ մեծ հաջողությունների չհասանք նաեւ այդ ժամանակ։ Դրա համար մարզչի աշխատանքը հետո տեսեք ինչ է Վանցխիպի բարդությունն է։ Վրաստանի հետ 2 խաղ խաղա, հետո քանի ամիս մեծ դադար է լինելու։ Այսինքն նա ըստ էության պարապորտի է մատնվելու, թեև հասկանալի է ֆուտբոլիստներին գնալ, նայել եւ այլն, բայց խաղ մեկ էլ սեպտեմբերին չէ ունենանք, այսինքն հունիսին ընկերական խաղ կա։ Ընկերական խաղերը հասկանալի, պաշտոնական ընտրական հանդիպում հաջորդը սեպտեմբերին է լինելու, հետեւաբար այստեղ եւս պետք է հասկանալ, հա, մարզչին տեսեք, որ Արմանը ասում էր մարզիչները հերթ չեն կանգնել, չէ, Հայաստանի հավաքական գալու, նայում են, չէ, նաեւ օրացույցը եւ այլն, ասում են, ես մի քանի ամիս ինչ եմ անելու եւ որ կամ Հայաստանի հավաքական դրա համար, նաեւ դա է պետք է հաշվի առնել։ Մեր ռադիոլուսողին հիշեցնեմ, որ Sportcast-ի հյուրերն են մարզական մեկնաբան, մարզական լրագրող Արման Աբելյանը եւ հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի պետ Էդուարդ Քալանթարյանը։ Կազմի վրա կենտրոնանանք, կազմի ընտրության, մենք տեսանք, թե Պետրատոկովի օրոք կազմի ընտրության հարցում որոշակի խնդիրներ կային, այո, խնդիրներ կային միջանձնային հարաբերությունների։ Մեր ֆուտբոլասերը ի վերջո սպասում է, որ Տիգրան Բարսեղյանը Սլովանի կազմում կարծես թե փայլում է, դուրս բերեց այդ ակումբը իր գոլի շնորհիվ, հեղինակած գոլի շնորհիվ, դուրս բերեց Չեմպիոնների լիգայի փուլ, որը նախկինում կոչվում էր խմբային փուլ, ինչու Տիգրան Բարսեղյանը չկա։ Լավ, Հենրիխ Մխիթարյանի հարցը դնենք մի կողմ, այնտեղ այլ նրբություններ կան։ Հիմա այդպիսի խնդիրներ դարձյալ կլինեն, մենք օրինակ Բարսեղյան Տիգրանին կտեսնենք կազմում, թե ոչ, թե դեռևս ոչ մի բան հասկանալի չէ։ Երևի թե կտեսնենք, բայց ինչպես պարոն Քալանթարյանը նշեց, բոլոր թիմերում այդ խնդիրները կան
Հիմա Manchester United-ում ասում էին Էրիկ Տեն Հագն հետ կոնֆլիկտները հրահրում, Ջեյդոն Սանչոյի հետ, մյուսների հետ, նա գնաց, եկավ Ամորիմը, հիմա նա էլ Ռեշֆորդի հետ կոնֆլիկտ ունեցավ, Ռեշֆորդը գնաց թիմից, այսինքն միշտ այդ հարցերը կան, իսկ Հայաստանի հավաքականում դժվարությունն այն է, որ ֆուտբոլիստների քանակը, քանի որ այդքան մեծ չէ, կորցնում ենք մի քանիսին, ավելի է ընտրությունը փոքրանում։ Դրա համար ցանկալի կլինի, որ մարզիչը ընդհանուր լեզու գտնի։ Հիմա Տիգրան Բարսեղյանը հրաշալի հարաբերություններ ունի Վայսի հետ Սլովանում, այնտեղի մարզչի։ Մյուս թիմերում էլ նա միշտ ընդգծել է մարզչի դերը, թե որքան են իրեն վստահել։ Կարծում եմ Հայաստանի հավաքականում էլ դա կարող է լինել։ Պետրակովը մի քիչ այդ խստապահանջինը լավ է, բայց ինքը մի քիչ չափից շատ էր, կարծես սովետական մեթոդներով աշխատում ու միայն Բարսեղյանը չէր, Բայրամյան եւ այլն, այսինքն Ադամյան, եթե գոնե մի հոգի լիներ, հա, բայց մի քիչ շատ էր ու դա հարցեր է առաջացնում։ Իսկ հիմա եվրոպացի մասնագետ, որը հարցին կարող է այլ ձևով նայել։ Օրինակ Կապարոսի աշխատանքում սկզբում ինչն էր դուր գալիս, որ նա նայում էր զրոյական կետից ֆուտբոլիստներին, չէր նայում քանի տարի ինչ է արել, ինչ որ նախապես կարծիք չուներ ձևավորած խաղացողի մասին ու նոր աչքով նայելով շանս էր տալիս նորերին ու նաև հներին էլի օգտագործում էր։ Ճիշտ է, հետո նա ավելի շատ հայի նմանվեց, քան մեր ֆուտբոլիստներին բերեց իսպանական մտածելակերպի, բայց ամեն դեպքում սկիզբն այդպեսին էր։ Հիմա կցանկանայի, որ նոր մարզիչն էլ ինչ որ նոր մտածելակերպ բերեր եւ այդքան կոնֆլիկտային չլիներ, փորձել բոլորի հետ լեզու գտնել, որովհետեւ առանց այդ էլ շատ ընտրություն չի ունենալու։ Վստահաբար Վանցխիպը կպահանջի ընդլայնված ցուցակ բոլոր ֆուտբոլիստների, այդ թվում նաև երիտասարդների, որոնք օրինակ Անգլիայի առաջնության ովքեր երբևէ խաղացել են հավաքականում, խաղում են, կարող են խաղալ, ունեն դրա ներուժը։ Մի քանի երիտասարդներ մենք Եվրոպայում ունենք, Էդուարդ Գերագուսյանը, օրինակ։ Ահա, հարմանը այնպիսի ազգանուններ գիտի։ Այդ ֆուտբոլիստները չգիտեր, որ ինքը Հայաստանին հետաքրքիր է, բայց տեսեք, այդ մեծ ցուցակը նա կուզի եւ մաղելով կգա խաղերի միջոցով, նրանց խաղերը դիտելու միջոցով, մարզումները տեսնելով, այսինքն սա աշխատանք է, որը մարզիչը պետք է կատարի։ Այս զրոյից նա ծանոթանում է նոր մշակույթի, նոր ֆուտբոլիստների, պետք է հասկանա նրանք ինչ են կարողանում անել եւ ինչ են սիրում հայերը ֆուտբոլ խաղալիս անել, այսինքն ինչպես են սիրում շատ հարձակվել, պաշտպանվել, ունեն արդյոք լավ պաշտպանվող ֆուտբոլիստներ, թե պետք է փորձենք դա քողարկել ավելի շատ հարձակվելով եւ այլն։ Նման բաներ նա պետք է ուսումնասիրի, այդ ընտրությունը կատարի եւ իհարկե այդ ցուցակում կլինեն եւ Բարսեղյանը, եւ Ադամյանը, եւ Բայրամյանը, միգուցե թեև այդ ֆուտբոլիստների կոնֆլիկտը Պետրակովի հետ ոչ միայն միջանձնային հարաբերություններով էր պայմանավորված, պետք է ընդունենք, որ նրանք այդ փուլում հավաքականում իրենց լավագույն խաղը չէին խաղում։ Շանս միշտ ստանում էին եւ Կապարոսի ժամանակ եւ Պետրակովը երբ նոր էր եկել, բայց մեծամասամբ հետո սկսեցին չարդարացնել այդ սպասելիքները, բայց հիմա նույն Բարսեղյանի կարիերայում կարելի ասել հետաքրքիր ռեստարտ եղավ, ակումբի հետ նա փայլուն հաջողության հասավ, Սլովանի համար դուրս գալը լիգայի փուլ ես համարում եմ արդեն հաջողություն եւ իհարկե նա նորից վաստակել է վերադառնալու այդ հնարավորություն եւ կվերադառնա դրա համար պետք է կառուցել հարաբերությունները եւ մարզումային գործընթացը զրոյից։ Դեպքեր կան, երբ այդ կոնֆլիկտների պարագայում մարզիչը ճիշտ է եղել, այնպես չէ որ միշտ սխալ է եղել։ Օրինակ հիշեցի Ավանեսյանի դեպքը, Տիգրան Ավանեսյանի, որ նախընտրել էր մնալ Բալտիկայում խաղալ, քան միանալ Հայաստանի հավաքականին, իր համար հրաշալի շանս էր ընձեռվել, բայց նա բաց թողեց եւ կարծում եմ այս մոտակա հավաքին որոշ անակնկալներ կլինեն կազմում, որովհետեւ մարզիչը դեռ բոլորին չի հասցնի լիարժեք ճանաչել, ինչպես օրինակ Պետրակովը սկզբում եկավ, ասաց Չանչարևի ինձ պետք չէ, այն ժամանակ քաղաքացիություն տալու հարցներ քննարկվում, ասաց 34 տարեկան է, ուրիշ դարպասապահ է պետք, մի ամիս հետո միտքը փոխեց ու Չանչարևիչը մինչև վերջ մնաց հիմնական դարպասապահ, կամ սկզբում ասում էր Հովհաննես Հարությունյան, ինձ պետք չէ, հետո միշտ կանչում էր, այսինքն սկզբում էլի անակնկալներ կարող են լինել, մինչև լիարժեք բոլորի հնարավորությունները իմանա մարզիչը։ Վերջնական պատկերը մենք կտեսնենք արդեն Վրաստանի հետ դիմակայության առաջին խաղում Երևանում։ Եկեք խոսենք նաև ֆիզիկական պատրաստության
մասին։ Մենք գիտենք, որ նիդերլանդական ֆուտբոլի դպրոցը, այո, ուշադրություն դարձնում է ֆուտբոլիստների, իրենց թիմերի ֆիզիկական պատրաստության համար։ Բայց միաժամանակ ֆուտբոլից հասկացող մարդը լավ գիտի, որ կներեք, այդ ֆիզիկական պատրաստությունը առաջին հերթին ակումբներում է արվում։ Հավաքական եկող ֆուտբոլիստները 1-2 շաբաթ այդ առավելագույնն է 2 Հիմա չկա շաբաթ։ էլ 2 շաբաթ արդեն։ Մեկ շաբաթվա ընթացքում ինչ ֆիզիկական պատրաստության։ Այո, որոշակի մարզումներ, արդեն հավաքականի մարզչական շտաբի ղեկավարման ներքո որոշակի մարզումներ, ֆիզիկական մարզումներ, գուցե տարբերվում են այն ինչ որ անում են ակումբում, կամ ավելի մեղմ են, կամ ավելի ծանրաբեռնված են։ Բայց մենք ակնկալում ենք, որ նիդերլանդացի մասնագետները կբերեն իրենց նաև այն ինչ որ մենք երկար ժամանակ այդ խնդրի լուծումը չեն գտնում, այսինքն այդ լուծման մի տարբերակ իրենց հետ կբերեն։ Գիտեք, եթե խոսում ենք այդ դասական հոլանդական դպրոցի մասին, մարզչական, եթե տոտալ ֆուտբոլի մասին ենք խոսում, Վանցխիպը խնդիրներ կունենա Հայաստանում, որովհետև մենք երբեք աչքի չենք ընկել թիմային բարձր մակարդակի խաղով։ Հայկական ֆուտբոլը ավելի շատ անհատների մասին է, ավելի շատ անհատական բարձր վարպետություն ունեցող ֆուտբոլիստներ են, որոնց որակները օգտագործելով մարզիչները որոշակի արդյունքներ են ստանում։ Խաղալ շատ ավելի թիմային ֆուտբոլ, հիմք դնելով փոխանցումը, հիմք դնելով դիրքերով փոխվելը, միմյանց ապահովագրելը եւ այլն, Եվ ֆիզիկապես պատրաստումներ։ Եվ դրա համար բնականաբար ունենալով լավ ֆիզիկական պատրաստականություն, որովհետեւ առանց դրա տոտալ ֆուտբոլը պարզապես պատկերացնել հնարավոր չէ, այստեղ հսկայական աշխատանք կա կատարելու եւ այո, գալիս է մեկը Ռուսաստանի հեռավոր մասերից, մյուսը գալիս է Եվրոպայից, մյուսը գալիս է այո, Սաուդյան Արաբիայից, հիմա պետք է գա Արգենտինայից, իսկ մյուսները խաղում են Հայաստանի Պրեմիեր լիգայում, որտեղ մենք տեսնում ենք ինչ պատկեր է։ Այսինքն այնքան տարբեր վիճակում են գալիս եւ ինչպես մեկ շաբաթում մարզիչը նրանց բերի մոտավորապես այսպես բալանսի եւ խաղա այդ տոտալ ֆուտբոլը։ Շատ բարդ է։ Ես անձամբ չեմ պատկերացնում ինչպես կարող է դա լինել։ Եթե Վանցխիպը կգտնի դրա լուծումը եւ մենք ավելի թիմային ֆուտբոլ կխաղանք, բայց արդյոք մենք հույս ունենք եւ սպասում ենք, որ նա այդ ֆուտբոլն է խաղում։ Ես ճիշտն ասած չեմ սպասում, ընդհանրապես մենք դիտարկում ենք մարզչի ազգությունը եւ դրա շուրջ պատկերացումներ ենք կազմում, հոլանդացի է, իսպանացի է, կարծում եմ դրանից ելնելով արդեն չենք կարող ասել ինչ ձևի մարզիչ է։ Այդ ժամանակներն անցել են, հա, որոշակի ինչ որ նմանություններ հիմքային կարող են լինել իսպանացի բոլոր մարզիչների դեպքում, որովհետեւ նույն կրթությունն են ստացել կամ նույն ֆուտբոլն են տեսել, բայց հիմա այնքան տարբեր են, այնքան գլոբալիզացվել է ամեն ինչ, որ օրինակ իսպանացիների մեջ շատ տարբեր են իրարից, իտալացիների մեջ, դրա համար ազգությունը այստեղ ոչինչ չի ասում, ինչ վերաբերում է ֆիզ պատրաստությանը, ազգային հավաքականում կարծում դա այդքան խնդիր չէ, ինչպես մեր մյուս տարիքային հավաքականներում, որտեղ խայտառակ վիճակ է այդ տեսանկյունից, մենք շատ հանդիպումներում պարտվում ենք հենց դրա պատճառով, օրինակ լավ ենք խաղում 50 րոպե, 60 րոպե ու վերջում 4 գոլ ենք բաց թողնում, դառնում է խոշոր հաշիվ։ 17-երը, 19-երը, 21-երի հավաքական, ավելի շատ ես այնտեղ եմ այդ խնդիրը տեսնում, որ շատ լուրջ է, քան ազգայինը։ Եվ վերջին հարցը հասնենք պատասխանել, 2-3 րոպե է մնացել։ Վրաստանի հետ մեր դիմակայությունից հայ ֆուտբոլասերը ինչ սպասի։ Եթե լիներ ցանկացած այլ հավաքական, չլիներ Վրաստանը եւ Թուրքիան, այս երկուսից բացի այլ հավաքական լիներ, ես կասեի, որ եկեք սա դիտարկենք որպես նախապատրաստություն հիմնական մեր խնդրին, չգիտեմ խնդիրը որն է, բայց թող լինի այդպես, եւ մարզչի համար թող սա լինի փորձարկում։ Բայց քանի որ Վրաստանի հետ ենք խաղում, իհարկե հայ ֆուտբոլասերը պետք է հաղթանակ ակնկալի, որովհետեւ վերջում ասել, որ մենք վրացիներին հաղթեցինք, միշտ լավ է հնչում։ Եվ ամռանը, այսինքն մարտին են լինելու այդ երկու խաղերը, ամռանն էլ Վրաստանի ենթադրենք մեկնող մեր զբոսաշրջիկը հանգստանալու, այնտեղ վրացի Դա ոչինչ չի փոխելու, եթե պարտվենք էլ նրանց վերաբերմունքը չի փոխվելու, հետեւաբար եկեք ավելի լավ է հաղթենք։ Անկասկած այս դիվիզիոնում մնալը շատ ավելի լավ է
այսինքն տալիս է Հայաստանի հավաքականին հնարավորություն ավելի մեծ շանս ունենալու դուրս գալու եզրափակիչ փուլ հետագայում, բայց Հայաստանի հավաքականի դեպքում շատ դժվար է այդպիսի հաշվարկ կատարելը, այսինքն հիմա եթե մենք մնանք ով ասում որ այդ խմբում հաղթելու ենք, այս տարի էլ, այսինքն անցյալ տարի այդ խմբում էինք C դիվիզիոնում, բայց չհաղթեցինք խմբում։ Ու այնտեղ այնպես է, որ միայն հաղթելն ներողություն բավական չէ, հետո play-off-ում է պետք նաև հաղթել։ Հա, այսինքն Վրաստանը այդ ճանապարհով անցել է։ Մենք հիշում ենք Վրաստանի հաջող փորձը, որ ազգերի լիգայով դուրս եկան Եվրոպայի առաջնություն, բայց մինչև այդ անհաջող փորձ են ունեցել եզրափակիչում պարտվելով Հյուսիսային Մակեդոնիային։ Այսինքն ուղղակի պարտվել են մնալ այստեղ, դա դեռ ոչինչ չի նշանակում։ Դրա համար ընկնել հաշվարկի հետևից, չգիտեմ, մանավանդ որ Վրաստանն է մրցակիցը, ավելի լավ է խաղալ լիարժեք ուժերով, հիմա կմնանք թե չենք մնա, արդեն ժամանակը ցույց կտա։ Շնորհակալ եմ իմ հարգելի գործընկերներ, մեր հեռուստայտողին եւ մեր ռադիո լսողին հիշեցնեմ, որ զրուցում էի Հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի պետ Էդուարդ Քալանթարյանի եւ մարզական մեկնաբան, մարզական լրագրող Արման Աբելյանի հետ Sportcast-ի այս մեր զրույցի տեսագրությունը եւս մեկ անգամ նշեմ, կարող եք դիտել Հանրային ռադիոյի Facebook-յան էջում, մեր YouTube-յան ալիքում եւ իհարկե Հանրային ռադիոյի պաշտոնական կայքում հաղորդումներ բաժնի Sportcast հատվածում այն կտեղադրվի։ Շնորհակալ եմ հարգելի գործընկերներ, առայժմ։ Շնորհակալ։ Հաջողություն։